Ինչպես ժամանակին մեր եկեղեցին իր վրա էր վերցրել պետականազուրկ ժողովրդին աշխարհիկ կրթություն տալու խնդիրը, այնպես էլ մեր բանաստեղծն ու գրողը ժողովրդին քաղաքակրթելու առաքելություն էր ստանձնել։ Մինչ Եղիշե Չարենցը կասեր, ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է, մեր մեկ այլ հանճարեղ պոետ գծագրում էր իր հայրենիքի, իր նոր հայրենիքի, հոգևոր Հայաստանի քարտեզը իր ժողովրդին, իր իսկ հայրենիքը ճանաչել տալու համար։ Վահան Տերյանն էր։ Վահան Տերյան, որքան հարազատ ու սիրելի անուն, որքան հոգեհարազատ ու մտերիմ բանաստեղծ, պոետ, որն իրոք հեղաշրջեց հայ պոեզիան իր լեզվամտածողությամբ եւ տաղաչափությամբ, իր փիլիսոփայությամբ, իր բացառիկ գեղագիտությամբ եւ անկեղծությամբ։ Միանգամից, երբ 1908 թվականին հրատարակեց իր առաջին գիրքը Մթնշաղի անուրջները, որը հենց իր ժամանակակիցները հրաշք կոչեցին։ Հիմա, եթե դուրս գանք փողոց, հավանաբար չի գտնվի մեկը, որ մի տող գոնե Տերյանից չարտասանի, նրա անունը երբևէ լսած չլինի։ Բայց արդյոք այսօր իրոք շատերը գիտեն նրան ոչ միայն որպես պոետ, այլև քաղաքացի, իր երկրին ու ժողովրդին անձնազոհաբար նվիրյալ քաղաքական ու հասարակական գործիչ։ Մենք փորձենք փոքր-ինչ լրացնել այս բացը, վստահաբար նրա խոսքը, պոեզիան, նրա մտորումներն ու խոհափիլիսոփայական մտքերը նույնքան այժմ էական են, արդիական եւ կարեւոր մեզանից յուրաքանչյուրի համար։ Հայության հավաքում եւ հայության կազմակերպում։ Գաղափարական իմաստով ահա թե ինչ եմ հասկանում հոգևոր Հայաստան ասելով։ Դա այն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն է, որի գարուն մենք կուզենանք հավատալ։ Իսկ ինչպես պիտի ստեղծվի հոգևոր Հայաստանը։ Բանաստեղծի պատկերացմամբ մի ներքին զորությամբ, մի հոգևոր մղումով, որ մարդկանց համախմբումը ազգ է դարձնում։ Ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ամեն մի ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատյան են, ասում է Տերյանը։ Չպետք է ծույլերի հոգեբանության փույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա։ Չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դութական ձեռք մեզ ազգ կդարձնի։ Չպետք է կամենանք մեր հույսը եւ ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք հոգևոր Հայաստանի համար։ Ինչ արդիական են հնչում այս բառերը, կարծես հենց այսօր գրված լինեն, երբ նյութապաշտությունը թվում է թե հասել է բարձրագույն մակարդակին, բայց չմոռանանք, որ այս տողերը գրվել են 1914 թվականին, մոտ 100 տարի առաջ, իսկ բանաստեղծը Վահան Տերյանը դեռ այն ժամանակ զգուշացնում էր, որ հեշտ չի լինելու հոգևոր հայրենիքի կառուցումը իր հոգևոր Հայաստան ծրագրային ուղենշային հոդվածում։ Այդ հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տևական աշխատություն է պահանջում։ Անթիվ կյանքերի տոկուն հավատ եւ գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերում։ Մի Նալբանդյան, մի Ռաֆի, մի Արծրունի, մի Դուրյան, նույնպես ասպետներ են։ Գուցե ավելի մեծ հերոսներ, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրենց կյանքը։ Հենց այսպիսի հերոս էր եւ Վահան Տերյանը։ Իսկ 1914 թվականին, երբ դեռ նոր էր սկսվել առաջին համաշխարհային պատերազմը, 29-ամյա բանաստեղծը գրում է. Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք վերակենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել։ Մեր հոգևոր հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է, եւ այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար, որպիսի ջերմ սեր, որպիսի անձնվիրություն, որպիսի բուրըն ոգևորություն է հարկավոր։ Քննեցեք ձեր սրտերը եւ նայեցեք, թե այսօր կա այնտեղ հավատ, որով պիտի կենթանանա այդ հոգևոր Հայաստանը։ Եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար։ Նայեցեք, մեր հայրենիքում դուք կգտնեք շատ ու շատ հոյակապ դպրոցական շենքեր, որոնց ճակատին անշուշտ ոսկետար փորագրված է Պանծալի բարերարի անունը, սակայն կգտնեք արդյոք մի դպրոց, որ օրինակելի կլինի, կանգնած կլինի իր բարձրության վրա, շենքերի հայրենասիրություն,
Դա է ահա մեր լիբերալ ազգասեր բուրժուա ինտելիգենցիայի հայրենասիրությունը։ Ահա այդ արտաքին սահմաններով առանձնացած, խավարի մեջ դեգերող, բայց օտարների աչքին թոս փչելու համար, պատեհ դեմքերի համար արտաքին շքեղ ու հոյակապ շենքերով ճոխ Հայաստանն է նրանց բաղձանքի առարկան։ Դա հայ համազգեստահագին հայ ոստիկանի մի հայրենիք է։ Չկա մենակ այսպիսի մի հայրենիք։ Հիշենք, որ այդ զոոլոգիական ազգասիրության արդյունքն է մեր այսօրվա հոգեկան մտավոր սնանկությունը, մեր կուլտուրական թշվառությունը։ Որովհետև որպիսի հայրենիք կարող է ստեղծել զոոլոգիական ազգասեր բուրժուա ինտելիգենտը, որ արհամարում է հայության ամենավսեմ գանձը՝ լեզուն, եւ ուրեմն որպիսի Հայաստան կարող է ստեղծել նա, եթե ոչ մի հայ ոստիկանի հայրենիք։ Այդպիսի հայրենիք ես չեմ ուզում, որովհետև միթե դիակ է իմ կամեցածը։ Իսկ մեր այսօրվա արյունալի հանդեսի ապազգայնացած թամադաների հայրենիքը, նրանց բաղձանքը, մի դիակ է անհոգի։ Ուր էր նրանց հռետորական ճարտարությունը, նրանց կրակե ոգևորությունը, նրանց հեռատես ու խորաթափանց միտքը, նրանց բորբոքուն սերը, երբ մեռնում էր, եւ այժմ էլ մեր աչքի առաջ մեռնում է այն, ինչ Հայաստանի հոգին ու սիրտն է, նրա ամենաթանկ ու վսեմ գանձը, նրա կենթանության եւ ապագայի լավագույն ու վսեմ առհավատչան։ Ուր էին նրանք եւ ուր են, երբ մեռնում է արհամարված ու ընկած, բայց ազնիվ ու լուսեղեն հոգին Հայաստանի, երբ մեռնում է հոգևոր Հայաստանը։ Ջավախքում ծնված, նախ Թիֆլիսում, ապա 14 տարեկանից հետո Մոսկվայում, նաև Սանկտ Պետերբուրգում կրթություն ստացած բանաստեղծը իր ժողովրդի հոգևոր եւ մտավոր զարգացման ողջ հույսը կապում էր ժողովրդի եվրոպականացման հետ։ Ահա թե ինչ է գրում մեկ այլ կարևորագույն ծրագրային հոդվածում՝ հայ գրականության գալիք օրը խորագրով եւ կրկին 1914 թվականին։ Մեզ չի փրկի ոչ մի պատնեշ եւ ոչ մի ազգային սնապարծ ու գոհունակ ինքնախաբեություն։ Մենք աշակերտներ ենք Եվրոպայի առջև, ու մեր ապագան կախված է նրանից, թե որքան լավ աշակերտներ ենք լինելու։ Եթե մեր օրերում մի ազգի իշխող տարրերը ամենախոշոր հատվածները խարխափում են ֆեոդալական մտածողության աշխարհում, նշանակում է այդ ազգի ապագան լուծված է։ Որչափ զորեղ են մի երկրում, մի ժողովրդի մեջ առաջավոր պրոգրեսիվ մտածողության ներկայացուցիչները, այնչափ զորեղ է այդ ժողովուրդը, իբրև գիտակից մի ազգ, իբրև կենսունակ մի ամբողջություն։ Որքան հետամնաց է մի ժողովրդի մտածողության եղանակը, այնքան հետամնաց է նրա կյանքը, ուրեմն այնքան կենսականությունից զուրկ է այդ ժողովուրդը։ Թվում էր, թե Վահան Տերյանը պիտի ռուսական կուլտուրա քարոզեր, բայց նրա հայացքը ուղղված է դեպի Եվրոպա, եվրոպական մշակույթ եւ մտածողություն։ Տերյանը կոչ է անում մտնել քաղաքակիրթ մարդկության գերդաստանը ոչ իբրև խոր զավակ կամ ծույլ, ուխտավոր մի ստրուկ, այլ ձուլել մեր կյանքը համամարտկային կյանքի հոսանքին, պահպանելով մեր հոգեկան առանձնահատուկ գույներն ու ձայները։ Ընդունել եվրոպական կուլտուրան, մտնել եվրոպական ազգերի շարքն իբրև կուլտուրական մի ազգ։ Մենք պետք է ամբողջապես յուրացնենք Եվրոպայի ժամանակակից կուլտուրան, եւ միայն այդ ժամանակ կարող ենք ազգային կուլտուրա ստեղծել։ Մեր գրականությունը սկզբից մինչև մեր օրերը գավառական, կիսագյուղական գրականություն է եղել։ Եվ ուրեմն զարմանալի չէ, որ հենց ինքն էր, որ իր գրչով, իր ստեղծագործությամբ, իր լեզվով ամբողջովին եվրոպական մակարդակի բերեց հայ պոեզիան։ Իսկ լեզուն ասում էր։ Իսկ լեզուն կուլտուրայի ամենաճշգրիտ ու անսխալական նշանացույցն է։ Լեզուն ազգի հոգին է։ Կենթանի է այդ հոգին, կենթանի է եւ ազգը։ Կենսունակ է առաջինը, կենսունակ է եւ երկրորդը։ Լեզուն է գրականության առաջին պայմանը, ինչպես եւ ազգային կուլտուրայի ամենախոշոր եւ ամենազորեղ գործոնը։ Եվ միայն կուլտուրական ազգը կարող է մտածել ազգային կուլտուրա ունենալու մասին։ Միայն իսկական ինտելիգենցիան կամ մտավորականությունը կարող է ստեղծել կուլտուրա։ Միայն այն ինտելիգենցիան, որ կանգնած կլինի եվրոպական կուլտուրային հավասար, երբ նա գիտակ կլինի, երբ նա եվրոպացի կլինի։ Ինքն այդպիսինն էր, մինչև վերջ, մինչև ուղն ու ծուծը եվրոպացի, մինչև վերջ, մինչև ուղն ու ծուծը հայ լինելով, այդպիսին էր եւ իր ողջ պոեզիան։ Միթե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի։ Մահն է արդյոք, թե ինչ քեզ պատել, պայծառ նայրի։ Վտարանդի երկրում աղոտ լուսեղ քեզ եմ երազում, եւ հնչում է որպես աղոտք արքայական քո լեզուն։ Հնչում է միշտ խոր ու պայծառ եւ խոցում է եւ այրում։
Արդյոք բոցե վարդերդ են վար, թե վերքերն իմ հրարում։ Ահո Վահա, կանչում եմ քեզ, ցոլա ցնորք իմ նայրի։ Միթե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի։ Քաղաքական առումով Տերյանն իր ժողովրդի փրկությունը կապում էր կոմունիստների եւ հոկտեմբերյան հեղափոխության հետ, բայց Բրեստ-Լիտովսկում վճռվեց ոչ միայն հայ ժողովրդի, այլ թերևս նաեւ հենց Տերյանի ճակատագիրը։ Լենինն ու Ստալինը բնականաբար իրենց կողքին չէին հանդուրժելու Տերյանի նման մարդու, որ նվիրյալն էր իր ժողովրդի շահերի, եւ պատահական չէր, որ նրան կարճ ժամանակ անց ազատեցին իր պաշտոնից, իսկ 1919-ի ցուրտ հոկտեմբերին էլ պետական կարևոր եւ հույժ գաղտնի հանձնարարությամբ ուղարկեցին Թուրքեստան, որ աքսորի նման քայլ էր, եւ թերևս Տերյանը Լենինի ու Ստալինի հենց առաջին քաղաքական զոհերից էր։ Այդ ցուցակում հետագայում տեղ էին գտնելու Չարենցը, Բակունցը եւ դժբախտաբար շատ ու շատ ուրիշներ։ Վահան Տերյանի կյանքի վերջին ամիսները լի էին ծայրահեղ լարվածությամբ, անքուն գիշերներով, հիվանդագին, տառապալից օրերով, որոնք լուսավորվում ու ջերմանում էին սակայն իր բոլորովին երիտասարդ կնոջ 20-ամյա Անահիտ Շահիջանյանի ներկայությամբ միայն։ Մեկնում ենք Մոսկվայից 1919 թվականի հոկտեմբերին։ Տերյանը Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հատուկ, կարևոր եւ շտաբ հանձնարարությամբ գնում էր Միջին Ասիա, Տաշքենտ, Սամարայի եւ Օրենբուրգի վրայով, հետագայում Պարսկաստան, ապա Թուրքիա հասնելու նպատակով։ Վերջին 2 տարիները հատկապես ծանր էին Վահանի համար։ Գրեթե չէր գրում։ Ամբողջովին գլխովին տրվել էր պետական ու հասարակական աշխատանքին։ Ահռելի ծանր մի աշխատանք, ամեն գնով նպաստելու հայկական հարցի լուծմանը։ Ամեն գնով սատարելու, աջակցելու, օգնելու Հյուսիսային Կովկասում եւ Մերձվոլգայում ապաստանած հայ փախստականներին։ 1918-ի հուլիսին գլխավորում էր հայ փախստականներին օգնություն բերող առաջին խումբը, որ ռազմասանիտարական գնացքով ուղարկվել էր Մոսկվայից։ Իր հետ բերել էր 6 միլիոն ռուբլի, 2 վագոն դեղորայք եւ զանազան ապրանքներ։ Տերևս ինքը օգնության կարիք ուներ։ Ծանր հիվանդությունը, հոգնածությունը, անընդմեջ աշխատանքը ջլատել էին նրա ուժերը։ Բայց անգամ այդ վիճակում Վահանը եղավ ամենուր։ Օգնության հասնելով բարի բուն իմաստով փողոցում թշվառության մեջ հայտնված հայկական ջարդերից մազապուրց հազարավոր իր թշվառ հայրենակիցներին, առանց խտրականության, կուսակցական ու քաղաքական պատկանելության։ Վահանն իհարկե այլ կերպ վարվել չէր կարող, թեև դա հետո շատ թանկ էր նստելու վրա։ Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի թեժ օրերն էին, ճանապարհներն ու հաղորդակցությունը հիմնականում փակ, անտանելի իրավիճակ, որ ավելի էր վատթարանում սաստիկ ցրտերի ու սովի պատճառով։ Բայց այն ժամանակ Մոսկվայից դուրս գալիս Վահանը բարձր տրամադրություն ուներ։ Քո հայացքը մոգական, բորբոքում է քաղցրդող, պարուրիր ինձ կուսական, հոզումներով քո դյութող, ինձ փաթաթիր որպես ամպ, մութ աչքերդ մեղմ փակիր, ժպտա կրքոտ բերկրությամբ, անցավ կյանքս խորտակիր։ Արյունոտիր շուրթերն իմ, սիրտս խայթիր, ծիծաղիր, թող աչքերս հեգ մեռնին, կյանքս մարիր ու փախիր։ Իմ խաղաղ երեկոն է հիմա, մեղմալույս եւ տխուր, եւ անուր, քեզ երբեք սիրտս չի մոռանա, իմ մաքուր, առաջին իմ անուրջ, տարիներ կսահեն, կմեռնեն երազները բոլոր, քո պատկերը անեղծ կպահեմ օրերում անհաստատ ու մոլոր, եւ տանջանք, եւ բեկում, եւ թախից, սև օրեր ես դեռ շատ կտեսնեմ, անունդ թող փարոս լինի ինձ, սուտ կյանքի եւ դառը մահու դեմ։
Իսկ դու ջմրսես։ Շատ թեթևացած եմ զգում Անահիտ։ Ինչ լավ է։ Վերջապես։ Հիմա երբ դուրս պրծակ կարող եմ եւ կսկսեմ աշխատել։ Մեր չմոռանաս։ Դուր գրքերը։ Հատկապես Վերլենի հատորը։ Գուցե մի բաժակ թեյ խմես։ Չէ, իսկապես ես ինձ լավ եմ զգում։ Իրոք լավ ես զգում։ Դու կողքիս ես։ Ինձ հետ։ Եվ ուրիշ ոչ ոք։ Դուր հատորը։ Դուր սկսեմ աշխատել։ Տամ, չես համբերում։ Les sanglots longs des violons de l'automne berce mon cœur d'une langueur Լավ կարդա։ monotone. Բարձր կարդա։ Les sanglots longs des violons de l'automne blessent mon cœur d'une langueur monotone. Անլուր լալկան ջութակնաշնամ, սիրտս մոլար մաշում է հար եւ միալար։ Գիշերն է տոտ կրկին գալիս, բերում հուշեր դառն անցյալից, լալիս եմ ես, նորից լալիս։ Գնում եմ ես, ու մի չարմ հողմ տերևի պես տանում է ինձ այս կողմ, այն կողմ, տերևի պես։ Վահան, քո բանաստեղծություններից էլ կարդա։ Թեթև էր արվեստն իմ, խնդում, իսկ կյանքս այնպես դժվարին էր, այնպես միշտ անոք ու լռին էր, այնպես միշտ մոլար ու անտուն։ Հոգին իմ պայծառ մի տենդում պարզված էր, անհուն աշխարհինն էր, հավատս այնպես միշտ խորին էր, այնպես անաղարտ ու խնդուն էր։ Ինչ տարապանքների միջով պիտի դեռ անցնեին Վահան Տերյանն ու իր 20-ամյա դերատիկինը Անահիտ Շահիջանյանը, որը հղի էր եւ ընդամենը մի քանի ամիս հետո պիտի իրենց զավակին Նվարդ Տերյանին ծներ։ Իսկ սա կարծում եմ քեզ էլ ավելի դուր կգա։ Լսիր։ Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, երբ ամեն ինչ երազում է հոգու հետ, երբ ամեն ինչ խորհրդավոր ու խոհում ցնորում է կապույտ մութի աշխարհում։ Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող, աղմուկի բեռ, մարդկային դեմք, սիրտ մաշող։ Հիվանդ սիրտը չի տրտնջում, չի ցավում, որպես երազ մոռացումի անձավում։ Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ, որ ողջ կյանքդ է մի անսահման, քաղցր ինչ։ Աղցրն է։ Շատ սիրեցի։ Թեյ բերեմ։ Դու չքացել ես, դու էլ չկաս։ Սերը ցնորք է, բախտը երազ։ Քեզ չգտա ես կյանքում խավար, իմ սիրո լույսն էր պատկերդ վառ։ Քաղցր պատրանք էր, խափող ժպիտդ, կարոտիս երկներ պայծառ հոգիդ, սրտիս երազներ թովիչ լեզուդ, կյանքը հեքիաթ, աշխարհը սուտ։ Այստեղ էլ սկսվեցին իսկական տանջանքները։ Վահանի առողջությունը գնալով վատանում էր։ Կանգ էինք առնում Սամարայի եւ Օրենբուրգի միջև ընկած փոքրիկ կայարաններում 3-4 օրով։ Ուտելիք հայթայթելու համար հարկադրված է լինում վազվզել շրջակա գյուղերը։ Բայց նա ոչինչ չէր ուտում։ Սկսվել էին ստամոքսի ցավերը։
Ես կգամ, երբ դու մենակ կմնաս տրտում իրիկվա ստվերի տակ, երբ դու կթաղես տենչերդ խորտակը եւ վհատությամբ երբ կհեռանաս։ Ես կգամ որպես մոռացված մի երգ հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից։ Քո մեռած սրտում կլինի թախից։ Ես կկանչեմ քեզ դեպի այլ եզերք։ Ես կգամ, երբ դու կլինես տրտում, երբ երազներդ հավետ կմեռնեն, ձեռքդ կբռնեմ, ցավդ կմբռնեմ, կվառեմ ուրիշ լույսեր քո հոգում։ Մի բան կեր Վահան։ Քեզ պետք է ուտել։ Ես արդեն տեսա, որ շարունակել ճանապարհն անհնար էր։ Վահանին առաջարկեցի փոխանակ ուրիշ գնացք նստելու եւ շարունակելու ճանապարհը դեպի Տաշքենտ, գնալ Օրենբուրգ իմ ծանոթների Օհանյանների տուն։ Նա այդ օրն առանց ինձ այնքան էր տանջվել, որ ասաց. Ինչ ուզում ես արա միայն թե ինձ փրկիր, խնդրում եմ։ Փրկիր։ Հետագայում բազմիցս եւ մահվանից առաջ նա կրկնեց այդ դարձվածքը։ Այս վիճակը 3 շաբաթ է տևում, մինչև Սամարայից հասնում են Օրենբուրգ, Օհանյանների տուն։ Երբ հասանք նա համարյա անզգա էր, սակայն տնային հարմարավետ պայմանները, ջերմությունը, ընտանիքը նրան վերակենդանացրին։ Լավ ես։ Գուցե մի բան նվագես, հմ? Օտար երկնքի կամարների տակ երազից տեսա մի չքնաղ աղջիկ։ Ես մի աղքատ մոլորա շրջիկ, նա երկնքից թռած լուսը հրեշտակ։ Հրաշք աղջիկ, գիշերների թաքուհի, ճառագայթող քո աչքերով դու եկար, ոսկե բույլով լցիր իմ հոգին տկար, հրաշք աղջիկ, ցնորքների դիցուհի։ Վահան։ Լսում ես։ Բժիշկը հիմա կգա։ Կարելի է անվերջ սրսկել եւ մեկ շաբաթով ավելացնել մարդու կյանքը։ Խմիր։ Քանի դեռ տաք է, խմիր։ Գինով ես էլ թեթև եմ անհոգ Մի րոպե։ լեզվանի։ Օրորիր մեզ պանդոկ կարուսել։ Օրորիր մեզ պանդոկ կարուսել։ Օրորիր մեզ Գիլի։ Պոետ մի անտեր ու անտուն։ Գիտեմ ես կորած եմ կորած։ անտեր ու անտուն։ Գիտեմ ես, Կորած եմ կորած։ գիտեմ ես, կորած եմ, կորած, բայց դեռ երկն իմ երգում է տենդում, օ երազ է, երազ ու երազ։
Հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը ձեռքերն ու ոտքերս արճում էին։ Խնդրում էր դրանք շփել։ Ինքը հանգիստ էր։ Հարցրեց. Նայդ։ Ինչ ես կարծում։ Ում համար է դժվար։ Նրա ով մեռնում է, թե հարազատների, որ մնում են։ Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար։ Զգալ, որ դու կաս եւ լինել հեռու։ Երկրպագել քեզ առանց սիրվելու։ Երազել միշտ քեզ, լինել քեզ օտար։ Անայդ։ Խնդրում, հանգիստ նստիր։ Կաց չլինես։ Չվազվզես։ Քեզ մոտ Ամեն վարկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով, որ բարևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով, մնաս բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի, տանջվող ու որ պատամորթուն ասում եմ ես մնաս բարով։ Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս մոտ ու հեռու։ Ոսողներիս չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով։ Երկնի մովին կանաչ ծովին անտառներին խոր ու մթին։ Կանան ամպի լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով։ Ոսկե շղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին։ Արտույտներին ոսկե արտում ասում եմ ես մնաք բարով։ Ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին։ Մանուկներին վար խլրտուն ասում եմ ես մնաք բարով։ Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու։ Բարի հիշեք ինձ ձեր սրտերում, մնաք բարով, մնաք բարով։